Հայաստանի ազգային պատկերասրահում պահվում է մի սրբապատկեր, որն անհայտ նկարչի գործ է, բայց շատ հայտնի պատմություն ունի։ Աշխարհում բազմաթիվ սրբապատկերներ կան, որոնք հիացնում են ու գրավում մեր ուշադրությունն իրենց գեղարվեստական արժեքով, հանճարեղ նկարչի վրձնով, բայց կան նաև այնպիսիները, որոնք հայտնի են իրենց հրաշագործ զորությամբ։ Այդպիսի մի հրաշագործ սրբապատկեր է համարվում 17-րդ դարում ստեղծված Սևանի Աստվածամայր կտավը, որի հետ կապված է Մխիթարյան միաբանության հիմնադիր Մխիթար Սևաստացու անունը։ 1692 թվականին հայ կաթոլիկ եկեղեցական գործիչ հայագետ Մխիթարյան միաբանության հիմնադիր Մխիթար Սևաստացին Կոստանդնուպոլսից գալիս է Էջմիածին ուսանելու։ Պատանի Սեբաստացին աչքերի հետ կապված լուրջ հիվանդություն ուներ եւ կուրանալու շեմին էր։ Նրան Էջմիածնից ուղարկում են Սևան մաքուր օդին կազդուրվելու։ Հենց այստեղ էլ Սուրբ Առաքելոց վանքի պատին նա տեսնում է Տիրամոր պատկերը, որի առջև օր ու գիշեր աղոթում է։ Ըստ ավանդության, աղոթքի ժամանակ հանկարծ շարժվում են Տիրամոր շուրթերը եւ Սեբաստացին լսում է իր խնդրանքի պատասխանը՝ եղիցի։ Անմեկնելի մեհրաշքով վերականգնվում է Սեբաստացու տեսողությունը։ Սրանից մոտ 2 դար անց Ղևոն Դալիշյանը նամակներով Էջմիածնից խնդրում է Սևանակղզում գտնվող Աստվածամոր պատկերի կրկնօրինակը։ Մխիթարյաններն ուզում են անպայման ունենալ այն սրբապատկերից, որի առջև աղոթել ու բուժվել է իրենց միաբանության հիմնադիրը։ Ալիշանը հույս ուներ, որ կրկնօրինակումը կկատարի Վարդգես Սուրենյանցը։ Հանգամանքների բերումով Ալիշանի ցանկությունը չի կատարվում։ Հետագայում Խրիմյան հայրիկ կաթողիկոսի հանձնարարությամբ Սևանի Աստվածամայրը կրկնօրինակում է գեղանկարիչ Ենով Նազարյանը։ Այդ կրկնօրինակն այսօր ցուցադրվում է Վենետիկի Սուրբ Խազար կղզու Մխիթարյանների միաբանության սրահներից մեկում, իսկ սրբապատկերի բնօրինակը զարդարում է Հայաստանի ազգային պատկերասրահը։ Սիրելի հետևորդներ, բաժանորդագրվեք մեր ալիքին, որպեսզի բաց չթողնեք հայ մեծերի մասին ամենահետաքրքիր եւ կարևոր մանրամասները։